Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հայաստանի Ազատագրության համաշխարհային կազմակերպության համանախագահ պարոն Գագիկ Սարուխանյանի հետ։ Ողջույն եմ պարոն Սարուխանյան, շնորհակալ եմ, որ այժմին մեզ հետ եք։ Քանի որ իրադարձությունները եւ իրավիճակը Իրանում եւ Իրան-Իսրայել ուրեմն հակամարտության գոտում րոպե-րոպեի դրությամբ փոխվում է, այս պահի դրությամբ ես ներկայացնեմ իրավիճակը, որպեսզի դրանից ելնելով մենք կարողանանք արդեն շարունակել մեր զրույցը եւ վերլուծել դրա վրա կառուցենք մեր վերլուծությունը եւ այլն, եւ այժմ այս պահի դրությամբ Իրանը խոցել է Իսրայելի պաշտպանության շտաբը, Իրանը նախատեսում է գրոհել Մերձավոր Արևելքում գտնվող Միացյալ Նահանգների բազաները, Իրանը մեղադրում է Միացյալ Նահանգներին միջուկային բանակցությունները խզելու մեջ եւ Միացյալ Նահանգներն էլ օգնում են Իսրայելին խոցել իրանական հրթիռները։ Ահա այսպիսին է այս պահը։ Հիմա եկեք տեսնենք, թե Իրան Միացյալ Նահանգներ ենք մենք արդեն տեսնում, եթե մինչ 3, մինչ Թրամփի ելույթը կամ արձագանքը Միացյալ Նահանգների դերակատարության մասին մենք մտածում էինք, այժմ Իրանը պարզ մատնանշել է, որ խոցելու է Միացյալ Նահանգների բազաները եւ մեղադրում է Միացյալ Նահանգներին այս ամենի մեջ։ Շատ բան։ Խնդիրը նրանում է, դուք նշեցիք իրավիճակը թե ինչպիսին է։ Եվ ձեր նախադասությունների մեջ նշեցիք մի բան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները խզել է միջուկային պայմանավորվածության այդ գործընթացը։ Հարցը նրան է, թե նայած որ իստոչնիկները, հա, որ Իրանն է այդ հայտարարությունը Իրանինն է։ Հայտարարությունը ինքը կարող է անել, բայց իրականում ինքն է խզել այդ պայմանավորվածությունները։ Իրանը ինքը։ Իրանին մշտապես ասվել է, գիտեք ինչ կա, դուք միջուկային զենք ստեղծելու համար այդ ուրանի հարստացման process-ները պետք է դադարեցնեք։ Եթե ձեզ պետք է քաղաքացիական նպատակներով, հեկերի, ասենք ատոմակայանների աշխատացնելու նպատակով, մենք կարող ենք ձեզ տրամադրել այլ երկրից ներմուծված այդ թերի հարստացված ուրանը, որպեսզի աշխատեն ձեր ատոմային կայանները։ Իրանք ամեն մի պահ համաձայնվել են եւ եթե մենք հիշում ենք, եկավ մի պահ, երբ որ հայտարարեցին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ՄԱԳԱՏԷ-ն եւ Իրանը եկել են այդ համաձայնության, որ այդպես էլ անեն։ Բայց հարցը նրան է, որ Իրանը շարունակում էր հարստացնում իրական։ Հիմա Իրանը շատ էլ որ հայտարարում է, որ Ամերիկան է խախտել, բայց հայտարարելով ոչի դու շարունակում ես կատարել այդ գործողությունները։ Այստեղ ես կարծում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ այն մասով, որ այո, Ամերիկայի Միացյալ Նահանգներն են ամեն ինչի հետևում կայնած, դա ճիշտ է, դա կատարվում է Իսրայելի ձեռքերով, բայց միամիտ մարդ չկա, որ առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների թույլտվության Իսրայելը ինչ-որ նման լայնածավալ, ասենք, հարված հասցներ։ Դա բոլորս էլ գիտենք, ու իդեպ չի թաքցնում նաև Թրամփը, իր հայտարարության մեջ պարզ ասեց, այո, մենք տեղյակ էինք այդ օպերացիայի մասին, բայց մենք չենք խոչընդոտել, որ այն կայնի։ Դա ես կարծում եմ ինքը շատ մեղմ գույներով ասել, որովհետև կան որոշակի գործողություններ, որոնք առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների NASA-ի տեղեկությունների հնարավոր չէր։ Այսինքն Իսրայելի հարվածները այնպիսի ճշգրիտ էին, որ իրանք վերացնում էին տարբեր տեղ գտնվող բարձր աստիճան գեներալների եւ տեսեք ատոմային այդ սինթեզի գլխավոր մասնագետներին, այսինքն թիրախային, այսինքն լուցկու չոփի նման, այսինքն հատիկային հարվածներ են հասցրել։ Ի տարբերություն, ես կասեի, Իրանի հարվածների, որը հասցրեց նա այս գիշեր Իսրայելի։ Այսինքն խառը, որտե պատահի, ուր կպնի ու հիմնականում այսինքն այդ հեռավորության վրա դիպուկահարի ճշգրտությամբ, այսպես Իրանը գործեց, ներողություն Իսրայելը գործեց։ Դիպուկահարի, սնայպերի ճշգրտությամբ այդ հեռավորության վրա։ Եվ ամենակարևորը, նա շարքից հանեց երկու կարևոր կետ։
Նաթանզ քաղաքում գտնվող հիմնական այդ հարստացման process-ը կատարող Իրանի այդ բանը Նաթանզ քաղաքում եւ Իսֆահանում գտնվող էլի այդ իրանց ատոմային այդ պահոստները եւ հասցվել է այնպիսի վնաս, որ կարելի ասել տարիներով հետաքրել, այսինքն այդ հարստացման process-ը։ Ես կարծում եմ, որ Իրանի հետագա բռնած դիրքից, թե ինչ դիրք է նա բռնե եւ բռնելու այս հարվածներից հետո կապված կլի մեծ առումով մերձավոր արևելքի հետագա ճակատագիրը։ Եթե նրանք հետևություն անեն, որ այնուամենայնիվ իրանք շատ թույլ են, շատ, ես չի ասի Ամերիկայի, այլ անգամ Իսրայելի նկատմամբ, որ Իսրայելը կարող է իսկապես ժամեր անց, օրեր անց Իրանը վերածի մի անկառավարելի ինչ-որ հոտի, սենց ասենք, որ մարդիկ արդեն ներսում անկապ լինեն։ Ես կարծում եմ, եթե հետևություն չարեց, շատ վատ բաներ է սպասվում։ Հետևություն անելը ինչ նկատի ունեք, կանգնացնել այս գործընթացը եւ այո, ուղղակի գիտեք ինչ կա, եկեք սենց պատկերացնում, դա եք ասում։ Մենք Իրանին նայում ենք այլ աչքերով, ի տարբերություն աշխարհի։ Մենք նայենք ինչ աչքերով ենք մենք նայում։ Ասում ենք, արա, դե միակ ճանապարհն է, մեր ճանապարհը, բացի ասենք Վրաստան, Ադրբեջան եւ Թուրքիայից։ Թուրքիան ու Ադրբեջանը դա խուլ պատ է, հա, sense պակված, Վրաստանը մինչ այս պահը նորմալ է եղել, բայց երբ որ վերջնականապես հայտարարեցին, որ իրանք պրոռուսական են, եւս մենք ընկանք, sense ասենք, ռուս-թուրքական դաշինքի բլոկադայի մեջ, հա, ռուս-թուրքական, ընդգծում եմ, որտեղ Ռուսաստանն ու Թուրքիան ինչ կատարում են, լինի դա Միջանցք, լինի Արցախի հանձնում, միասին են որոշում, այսինքն այդ եւ միակ ճանապարհը Իրանն էր, հա, որ Իրանի միջոցով Եվ մեր գնահատականները Իրան պետության նկատմամբ մի քիչ կույր են, այսինքն կույր ինչ առումով, մի քիչ մեր ներքին ցանկության հետ միախառնված են, այ սա է միայն ճանապարհը եւ ինչ էլ որ լինի դա է փրկությունը, բայց աշխարհը նայում է Իրանին այլ աչքերով, որպես ժողովրդավարական երկիր, թե սպառնալիք աշխարհի ինչ որ կամ մի տարածաշրջանի, իրանք նայում են Իրանին որպես սպառնալիք մի պետության, որը բարձրաձայն ասում է, այս ինչ պետությունը գոյություն չպետք է ունենա։ Օրինակ Իսրայելը։ Հիմա ես գիտեմ շատ մարդիկ կան, որ Իսրայելին ատում են չգիտես ինչի համար, այսինքն կոնկրետ Հայաստանին ուղղակի վնաս չեն տվել։ Հիմա շատերը կասեն Ադրբեջանի պատերազմի ժամանակ Իսրայելը օգնել է, բայց մինչև այդ օգնությունը տրամադրելը մեզ առաջարկ է։ Մենք մերոնք ռուսաստրուկ մեր իշխանությունները հրաժարվել են, որտեղ հրանք չունեին Կրեմլից ստանալ այդ թռչող սարքերը։ Ինչ եմ ուզում ասեմ։ Հիմա նայենք հակառակ կողմը։ Հիմա Ադրբեջանն ասում, Հայաստան չպետք է լինի Կովկասում։ Մեր համար վատ է, չէ՞։ Իսրայելը իրավունք ունի պաշտպանվելու մի պետությունից, որը ասում է դու չպետք է լինես։ Այսինքն ես ինչից եմ ասում, որ Իրանը վերափոխվելու կարիք ունի իր մեջ, եթե վերափոխվեց, ուրեմն իր այդ լեզուկը գտնե, եթե ես ասեմ Ամերիկայի տարբեր բարձրաստիճան վարդիկ եւ նաեւ Թրամփը դրա մասին ասել, այսինքն զգուշացնում է, ել ավելի վատ կարող է լինի, եթե դուք չվերափոխվեք, ել ավելի վատ, այսինքն ասում չէ, թող վատ լինի, նայեք Իսրայելի դիրքը, ինչ ուզում է լինի, բայց Իսրայելը չպետք է լինի, այ քեզ հիվանդագին բան, այդ պետությունը գոյություն ունի, այդ պետությունը արդեն 70-80 տարի է գոյություն ունի, կա ինքը կա իրականությունը եւ բացի սենց ասենք արաբական աշխարհի մերձակա ասենք Իրան շրջապատող արաբական աշխարհի երկրներին տնտեսապես զարգացնելուն կամ իր զարգացումները տարածելուն այդ պետությունը ինքը ուրիշ բան չի անում։ Այսինքն այո, եթե կա Պալեստինի խնդիր, ասենք այդ ազգի մարդը բարձ ասում է, եկեք նստենք զրուցենք։ Չէ, էսի պիտի սենց էլի Իսրայելը չպիտի լինի, Պալեստինը պիտի սենց էլի հասկանում եք սա։ Այսինքն Իսրայել-Պաղեստին այս թնջուկի մեջ դուք համարում եք, որ Իսրայելը ճիշտ է գործում։ Գիտեք ինչ կա, Իսրայելը ես չգիտեմ մեթոդների մասին վիճելի է ճիշտ է գործում թե սխալ,
սակայն որ Իսրայելը ուզում է ապրել եւ այդ ապրելու համար կռիվ է տալի, դա միանշանակ է։ Ուր էր հայերս մենք դրա Ադրբեջանն էլ վաղը կասի ես ուզում եմ ապրել եւ դրա համար Հայաստանը պետք է չլինի։ Չի կարող ասի, որ ինքը ուզում է ապրել, որովհետեւ իր ապրելու ուզում եւ դրա համար Հայաստանը պետք է չլինի, շարունակեցի։ Ահա, խնդրեմ։ Ինչպես դուք ասում եք Իսրայելի։ Խնդրեմ, նույն դիրքը ինչ որ Իրանն է ասում, որ Իսրայելը չպետք է լինի, Ադրբեջանն ասում է Հայաստան չպետք է լինի։ Իսրայելը ի տարբերություն չի ասում Պաղեստինը չպետք է լինի։ Ասում ապրեք։ Եկեք նստենք, զրուցենք, տեսնենք ոնց ենք ապրում, ոնց ենք ավտոնոմը ասենք իրականացնում, ունեցեք ձեր ներքին, բայց տեսեք ինչ է ստացվում։ Դուք նկատել եք, եթե Ադրբեջանը ասում է, որ Հայաստանը չպետք է լինի, նրա համար, որ Հայաստանի 99%-ը զինված շախետների նման, ասենք իրանց վրա ռումբերը կապած ադրբեջանցի են տրաքցնում աչուձախ։ Այդպես բան անում ենք մենք։ Բայց Գազան ամբողջությամբ այդ 2 միլիոնանոց քաղաք պետություն կարելի ասել, հա, այդ քաղաքը ամբողջությամբ ասենք ստորգետնյա անցումների տակ մի քաղաք էլ տակն էր։ Մեր ու մանուկ մեծ ու փուճուր տերորիզմով էին զբաղված։ Մենք հայերս գնացել ենք Ադրբեջանի որևէ մի բայրամի, հա, պրազնիկի ժամանակ քանի 100 հոգի մարդ սպանել։ Մտել ենք ու սպանել ենք, որովհետև չենք ուզում Ադրբեջան, այդպես բան արել ենք, մեր այրան մեջ էլ չկա դա։ Մենք էդի հենց թուրքերի, ադրբեջանցիների, այդ նույն Խամաս ու չգիտես ինչ խմբավորումների դրանց այրան մեջ է։ Դրանց իրանց կրոնն ասում սպանի անհավատին եւ հայտնվես դրախտում է, մարդիկ էլ սա ուզում են դրախտում ասում։ Ինչպես եք տեսնում Իրանի եւ Իսրայելի այս առճակատման դեռ լայնածավալ պատերազմ չկա, կարծես թե չի հայտարարվել։ Սա երկար է տևելու։ Շարունակությունը եւ հա։ Սա երկար է տևելու, չէ ասի որ շատ արագ կվերջանա։ Անգամ եթե Իրանը մտափոխվի իր դիրքորոշումների մեջ ինքը դա շատ դանդաղ կանի, որը կնկատեն եւ կտեսնեն օվկիանոսից այն կողմ եւ մտափոխվելը նորից եմ հարցնում ինչ հարց որ հրաժարվի այդ մտքից որ Իսրայել պետությունը չպետք է լինի դա ոնց է լինում եթե հիմա լինում է հակառակ այս Իսրայելի գործողությունները արտացրեցին Իրանի մեջ այդ երկիրը ոչնչացնելու ոնց որ թե նոր ալիք հա հայտարարությունը մի բան իրական քայլերը այլ բան ժամանակը ցույց կտա իրական քայլերը ինչ ձև են անում։ Նպատակները եկեք քննարկենք, հա։ Նպատակները, ասած բռնատ իրական ռեժիմը, չէ, Նետանյահուի ելույթից բխող կամ այն ինչ մենք կարողացանք տեսնել, ոնց է նա համոզում աշխարհին իր գործողությունների, ուրեմն իրավունք, որ նա իրավունք ուներ այս գործողություններին, նա ինչ որ բացատրություններ տվեց, չէ։ Այո, բացատրություններ տվեց։ Ու կարծում եմ այդ բացատրությունները իմ մեկնաբանություններից շատ հեռու չէին։ Շատ հեռու չէ։ Նրանք իրավունք ունեն ապրել։ Այո, մենք իրավունք ունենք ապրելու, զարգանալու, ասում աղբեր ջան, դուք հեռու ես։ Մեր արանքում կան տարբեր պետություններ։ Հիմնականում են մեծ Հորդանանը, Սաուդյան Արաբիան եւ մյուս եկա, ասես թերակղզի, որը մենք մեկս մեկի գնացեք ապրեք, ձեզ համար ինչ եք ուզում։ Իսկ հիմա դուք տեսեք, Իսրայելը 3 կողմից շրջապատել է։ Հարավից այդ Գազան, Խամազը, Խեզբոլա հյուսիսից, Լիբանանի հարավային մասը, հա, որ չես իմանում, դրանք ազգություն են, կուսակցություն են, ինչ են, ուղղակի Լիբանանը ասում է, որ ես չեմ կարող ես խմբավորման դեմ իմ պետության մեջ ես զինաթափեմ իրանց։ Այսինքն ինչ-որ մի խմբավորում, հա։ Եվ խուսիտները Եմենում, այսինքն էլի մի քիչ ավելի հարավ։ Խփում են, օրական խփում են, նավերին խփում են, օդից խփում են, գետնից խփում են, ռումբերը քցում են, ինչ անի, լավ, ոնց վարվի։ Ոնց վարվի։ Հիմա դուք պատկերացրեք, գնում ենք Մարնեուլ Վրաստանի մեջ, մեզի խփում են, չեն ասում ադրբեջանցիք են, ինչ-որ մի կազմակերպություն, ինչ-որ խուսիտներ, գնում ենք Իրան, Իրանում խփում են, ասում են Խեզբոլան է, Իրանը չի, գնում ենք խփում Խամազը, չէ, Եսի Թուրքիան չի, Ռուսաստանը չի, եսի Խամազն է, դու պատկերացնում եք Իսրայելի վիճակը։ Ես ուզում եմ ես իմ խոսքերով մի հատ մտնենք Իսրայելի կաշռի մեջ եւ տեսնենք իսկապես նա իրավունք ունի պաշտպանվելու թե ոչ։ Այսինքն այ հրաժարվելը Իրանի եւ այդ ամբողջը ղեկավարվում է Իրանից։
Այսինքն Իրանն այդ այդ բաները ականները դրե եւ մշտապես սղոցում է իր մտքով սղոցում է Իսրայել պետություն գուցե մեկ այլ ազգ լիներ գուցե կոտրվեր եւ մինչեւ հիմա արդեն այդ Իսրայել պետությունը չլիներ բայց իսրայելցիք եկել են իրանց պետականությանը 2000 տարի պետականություն չունենալու կամ որոցի հրեական միավոր չունենալու ճանապարհով եւ չեն փոշիացել եւ վերջապես ասենք ունեցել են այդ մարդիկ այդ պետությունը շատ մեծ դժվարությամբ եւ գիտեք ինչն է հետարքիրը որ ի պատիվ իրենց գնահատել են դա եւ ատամներով աշխարհի ցանկացած ծայրում եղած հրեան ամեն կերպ աջակցում է որ իրանց հայրենիքը լինի այսինքն Իսրայելի քաղաքացին ոչ թե sense ասենք հրեան որը ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ ատամնաբուժը շատ հարուստ ապրում է օրինակ հա ինքը չի ասում ջանեմ ինձ ինչ է ես դե լավ ակինս լավ է երեխեքս լավ են թորներս այսինքն ինքը չի ասում ինքը ասում ինչա պետք անել ոնց է պետք անել այդ որ դուք նկարագրեցիք հային նկարագրեցիք այո ես հային նկարագրեցի որովհետեւ այսօրվա հային համենայն դեպս այսօր մենք ունենք Թուրքում գտնվող հային Հայաստանում ապրող հային գուցե այո որովհետեւ դրսի ապրող հայությունը հիմնականում Հայաստանից գնացած հայերն են եղանակ ստեղծում մտածեք եթե մենք 4 միլիոն էինք սովետական միություն քանդվելուց առաջ ես ավելի ճշգրիտ կասեմ այդ թիվը 3 միլիոն 860,000 այսինքն մոտ 140,000 պակաս որ 4 միլիոն էր հա ընդամենը ինչ-որ մի փոքրիկ մաս ու կլորացած հաշվենք 4 միլիոն էինք եւ այդ 4 միլիոնից մնացել է պլյուս մինուս հա ոնց որ Նիկոլն ասում 2 միլիոն ենք մնացել Իսկ նշանում է այս 2 միլիոնը գնացել են դուրս, չէ՞։ Բայց հայի կերպարի վրա ազդող գիտեք նախկինում 1915 թվականից մազապուրծ եղած հայերը այսքան նրանք միշտ դրականն են բերել հայերի մասին, հա, մտածել նա հայերը sense ազգ են, արվեստագետ ազգ են, արհեստավոր ազգ են, գիտնական ազգ են, սպորտսմեն ազգ են Սփյուռքում հայերը թերթեր ունեին, այո, ունեին, բայց այս վերջի տարիներին դուրս պրծած մշակութային կենտրոններ, դպրոցներ, այո, այս տարածքից գնացած հայությունը այլ կերպար ստեղծեց հայերին, այլ կերպար ստեղծեց, մենք չենք մոռացել հələ Եվրոպայում են գալստուկ, պանիր եւ ասենք ասենք երշիկ գողացող հայերին, հա, որ խայտարակ ենք լինում Ես չեմ մոռանում, երբ որ Հայաստանի հավաքականը Բուլղարիայի ֆուտբոլ էր խաղում, ստադիոնում վանկարկում էին ցիգանի։ Այսինքն այնքան ամոթ էր։ Հիմա տեսեք, շատ մարդիկ հիմա կարող են քննադատել են, չէ՞։ Բայց ես ուզում եմ սա կապը տամ, ինչից էր, որ ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերը այնտեղ լավ համբավ էին հայերի համար ապահովում, բայց վերջի տարիներին գնացած հայերը հաջողվեց իրանց, ասենք, որ մեր մասին այդ կարծիքին լինեն, ընդամենը տարածաշրջանում դաստիարակվելու և արժի համակարգ ձեռք բերելու խնդիր էր։ Այս տարածքի բնակվող հայերը ունեն նույն արժի համակարգը, դաստիարակված են Լենինա-Ստալինյան ռեժիմում դաստիարակված հայերն են։ Էտա, այսինքն, աղբեջան լավ տղա ես, պետք թալանես, քցես, էսա Քցվել ես, այսինքն վստահել ես, էշես, հարիվ ես։ Դուք հասկանում եք, դա կաթիլ բերել է այս վիճակին։ Որ ընտանիքներով, համայնքներով, ընկերական շրջապատներով բոլորը քցոցիով խաբեությամբ են զբաղված։ Եվ դա լավ տղություն էր համարվում։ Հասկանում եք, սա մեծ արժի համակարգի հետևանք է։ Մեծ, այսինքն այդ հակա քրիստոնեական համակարգի հետևանք է։ Այ մենք այսօր ունենք մի երևույթ, երբ որ ասում ենք քրիստոնյա ենք, հա մենք։ Ստիպված պետք է անդրադառնամ Նիկոլ Փաշինյանի վերջի հայտարարությանը Գարեգին բեի հասցեին, հա։ Ինչ-որ բաներ նա ճիշտ է ասում։ Բայց խնդիրը նրանում է, որ այդ ձևով չպետք է ասի նա։ Ինքը եթե հավատացյալ է, այսինքն Քրիստոսին հավատում է, եւ Քրիստոսի Հայր Աստծո տաճարը, տունը եկեղեցին ինչ-որ ձևով պղծվում է, ինքը դա պետք է ասեր
որպես քրիստոնյա անհատ, ոչ թե որպես վարչապետ։ Հասկանում եք։ Ես օրինակ անձամբ ես շատ բաների հետ համաձայն եմ, ինչ որ Նիկոլա ասում է եկեղեցու նկատմամբ։ Ու այդ եկեղեցին հիմա չի դառը այդպեսին, ուղղակի հիմա դա ավելի է, ասենց ծաղկացե, հա, այդ իր լկտիության, ստորության, այդ ձևերի մեջ, հա, շատ Մի ասեք եկեղեցին, ասեք սպասավորները, որոնք այնտեղ դա ներկայացնում է եկեղեցին, չէ՞, դա ներկայացնում է եկեղեցին, աշխատում է անգամ աշխատում է, ես ասում եմ։ Եվ լուրը մունջ գլուխը կա համակերպում է։ Պետք չէ ոչ։ Ես ունեմ ընկերներ, հավասար չէ։ Ինչպես Նիկոլ Փաշինյանը դա Հայաստան պետությունը չէ, այնպես էլ երևի թե կաթողիկոսը դա եկեղեցին չէ։ Հիմա ես մի բան Եվ սպասավորը եւս եկեղեցին չէ։ Լավ, շատ ճիշտ եք ասում։ Եկեք քննարկենք Նիկոլ Փաշինյանին, այո, համաձայն եմ։ Համաձայն եմ, բայց երբ որ մենք դա տոկոսային հարաբերության ենք բանանում, լավ, ասենք թե Գարեգին Բեին հանեցինք տակը, կան մարդիկ, ովքեր կփոխարինեն, տենում ենք, որ նույն որակի են, որովհետև այդ որակը ձեռք է բերվել եկեղեցիում սպասավորների մեջ, դեռ NKVD-ից սկսած 100-ից ավել տարի Ես նորից կասեմ, քանի որ ես շատ ծանոթ եմ այդ ոլորտին, ոչ բոլոր սպասավորները նորից շատ զգուշ լինենք այդ հաջողությունների մեջ, չի կարելի դնել։ Տիկին Գայանե, ես ունեմ ընկեր, որը սարկավակ է, որը ասենք այս երևույթների դեմ ընդամենը բարձրաձայնել է, իրեն կարգազանց են արել։ Ու պրծավ կարգազանց են արել։ Ուրեմն ինքը ինչ պետք է աներ, ինքը կարող է պատահի, ես խոսում եմ Խաչատուրի մասին, իմ լավ ընկերոջ մասին, որը Ռուսաստանի թեմի մեջ էր հոգևորական կյանքի։ Հիմա այդ մարդը կամ պետք է նայեր այդ ամեն ինչին եւ լռեր, այսինքն համահանցակից լիներ, ու անունը դնենք ոչ բոլորն են նրանց նման, այ կա Խաչատուր, կամ էլ պետք է ձեն հաներ եւ կարգազանց լներ։ Այսինքն այդ լավ մարդիկ եւս, որ ասում են կան նաեւ լավերը, իրանք իրաց լռությամբ համահանցակից են դառնում, ինչպես որ ցանկացած Հայաստանի քաղաքացի, որը տենում էր կեղծիկը կամ ավելին ինքն էր այդում 5000 դրամը վերցնում, ինքն էր համահանցակից այս վիճակի համար։ Նախկին կոչված։ Այո, նախկինների, ներկաների, այսօր ով այսօր լռում է, ով այսօր կեղծիկը տենում է, ով այսօր այդ ամեն ինչը տենում է ու ձեն չի հանում, նա համահանցակից է։ Պարոն Շահխանյան, եկեք գովազ հայտարարեմ եթերում, տեսեք ինչու եմ հայ։ Հետո հետ կգանք եւ այնտեղից, որտեղից մենք այս ճյուղավորումը տվեցինք, դուք հիշեցրեցիք կամ նկարագրեցիք, ինչպես են հрьяաները, հрья ազգությամբ հрьяաները նույն Միացյալ Նահանգներում ինչպես չեն անում, ես էլ ասեցի դուք հային եք նկարագրում, այդ կետից շարունակենք գովազից հետո։ Սիրելի հայրենակիցներ, գովազդ եմ հայտարարում եթերում, մնացեք մեզ հետ, շարունակելու ենք զրույցը։ Տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար, ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։
Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Մի տոկոս, հա։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում, պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Սիրելի հայրենակիցներ, զրուցում ենք Գագիկ Սարուխանյանի հետ, Հայաստանի ազատագրման համաշխարհային կազմակերպության համանախագահ, եւ այսպես պարոն Սարուխանյան, հետ են գալիս այն կետին, այն դրվագին, երբ դուք նկարագրում եք, որ ցանկացած աշխարհի ցանկացած կետում, ինչպես եւ հայերը, բայց հрьяաները գտնվող հայերը, այստեղ ինչպես եւ հայերը կանգնում ենք եւ տարբերությունն ենք նշում, ինչպես եւ հայերը աշխարհի տարբեր երկրներում են բնակվում, բայց հայերից ասում եք դուք տարբերվում են նրանով, որ որտեղ էլ որ գտնվի, հрьяան աշխատում է հոգուտ իրենց ազգային պետության, իրենց Իսրայել պետության բարգավաճման, ուժեղացման համար, իսկ հայերը, ասում եք դուք, իսկ հայերը չեն անում դա, չեն անում, հիմա տեսեք մենք համեմատության մեջ որ դնենք, հետևյալն է, չկա աշխարհում բացարձակ որևէ բան, հա, պետք չի ասենք միանշանակ ասել որ նա սպիտակ է, միանշանակ որ սա սև է։ Կան ուղղակի տոկոսային հարաբերություններ։ Իհարկե հрьяաների մեջ էլ կան մարդիկ, որ ինչ-որ մի քիչ ասենց ասենք հայերի նման կռուտիտ են անում, չեն մուծում ընդհանուր ասենք պետության համար, հա, ասենք հрьяաների մեջ գիտեք, չէ՞, Թուրքի ձև կա, որ բոլոր հрьяաները տուրք են մուծում իրանց պետության համար։ Իսկ մենք հայերս ինչ ենք անում, մտածում ենք ոնց անենք պետությունից մի բան ավել պոկենք, գոնե 10,000 դրամ պոկենք, այսինքն ինչ ենք տալի, չգիտենք, բացի հարկերից։ Տեսեք, աշխարհում 15-16 միլիոն հայ կան, ասում են դրանք հայ են, SN են, բայց ինչով է պայմանավորվում իրանց հայ լինելը, ընդհանրապես նրանով, որ իրանք տանը հələ կանի որ մեծ մամեն ու մեծ պապեն կան, հələ որ հայերեն խոսում են։ Մեծ մամեն, մեծ պապեն որ չլինեն, ես խոսան հայերեն, թե չէ, իրանց տանը։ Բայց հայ լինելը դա նշանակում է հայության համար ինչ-որ բան անել։ Դա է նշանակում։ Եթե դու ընտանիքի անդամ ես, դու պետք է ընտանիքիդ ինչ-որ մի բան անես։ Մեկը հիվանդ է, ընդամենը տունը նստում է, պահակություն է անում։ Մյուսը առողջ է գնում է աշխատում բերում է, մյուսը, բայց ինչ-որ մի բան պետք է անես։ Դրա համար ուրեմն այս վերջերս ինձ համար շատ դուր եկավ,
եւս մեկ անգամ ասենց ասես թարմացված էս միտքը հայկական турք գաղափարը, հա, չնայած մենք ժամանակին սրանից մոտ մի 20 տարի առաջ դրա մասին Հայաստան-Սփյուռք համագործակցությունը համակարգող կոմիտե էինք ստեղծել եւ այդ կոմիտեի ներքում կար այդ ծրագիրը, որ յուրաքանչյուր հայ պետք է իր եկամուտի 1%-ը մուծի։ Անկախ նրանից Հայաստանում է գտնվում, Հայաստանից դուրս։ Այո, եթե դու ուզում ես հայ լինես։ Եթե դու ուզում ես ուղղակի հայերեն խոսաս, խնդիր չկա, գնա հայերեն խոսա։ Դու հայ չես։ Այսինքն դեռ կարող է ռուսնել, ֆինանսինել, ֆրանսիացինել, սիրի հայերենը, հայերեն սովորի եւ հայերեն խոսա։ Մենք չենք կարող արկել։ Հա, ոչ թե հայ չես, բայց դրանով չի պայմանավորված այն, որ դու հայ ես, ուզում եք ասեք։ Ոնց է, հայը դա կոմպլեքս բան է։ Հայը մենակ այն չի, որ արունով ես հայ, խոսում ես հայերեն, ազգանունդ հայկականն է։ Դու հայ ամենակարևորը չկա այդ 3 օղակը միացնող, բա ինչ ես անում դրա համար։ Ոչ մի բան, ոնց դու հայ չես։ Շատ խիստ եք մոտենում, մենք պետք է խիստ մոտենանք, արդեն ժամանակ չունենք, 35 տարի է ես քաղաքականության մեջ եմ եւ միշտ ձեր այ հիմիկվա խորհուրդը իմ համար բան ա եղել, ուղեցույց, հա մեղմ ասել, մարդիկ կա, չէ, օչխարին պետք է ասես, օչխար ես, դավաճանին ասես, դավաճան ես ու շատ խիստ, որովհետեւ ժամանակ չունենք, չկա, չի մնացել, հայ չես, եթե մի մարդ տենում է, որ հայացությունը կոտորվում է, ինքը նստած ռեստորանում գավանսկի է ծխում, ինքը ինչ հայ, ինքը ընդամենը գիտի, թե ինքը հայ է, եթե մարդու կնգան ընդե բռնաբարում են, ինքը ռեստորանում նստած, ինքը ամուսին է, ինքը տան անդամ է, չէ, նույնն էլ հայ լինել է, եթե հայդ կործավում է, դու նստած ես ռեստորանում կայֆաված ես, դու հայ չես, ես չեմ հասկանում, այսինքն ոնց կարելի է, այսինքն հետևել արդեն լեքսիկոնին, բա մի քիչ խիստ այս այնը, շատ ճիշտ է, օրինակ ես տեղեկություններ ունեմ Ամերիկայում կատարվող այս իրավիճակի, հա, Լոս Անջելեսի, այդ հայերի հետ մի քանիսի, ասենք կան, որ խոսում, ասում են, ջանը, մեզ ինչ այդ, հայ ոնց է, դու ապրում ես այս հանրության մեջ, ոնց է ձեզ ինչ, այսինքն վաղը որտեղ վատ եղավ, վաղշե կոտորվեց, քայքայվավ, պրծավ, այդ երկիրը վարի գնաց, չամադանները կհավաքեն, կասենք որտեղ է, լավ։ Բոստոն կգնան։ Բայց չի Բոստոն, Չինաստան։ Հա, մի տեղ էլի, այսինքն ես չեմ ուզում համեմատություն անեմ, բայց ստացվում է, որ ասում են ցիգանի, ճիշտ են ասում։ Հարա դուք լավ, դուք պարտավորություն ունեք։ Այսինքն հենց ինչ որ բան այնպես չի հավաքում։ Այսինքն դու պայքարելու կամ մտածելու իր երեխու ապագայի համար գոնե։ Լավ, դու արդեն անհաջող ես քո տեսակի մեջ, որ երկիրդ հայրենիքդ ես թողե փախե, որի համար տասնյակ հազարավոր մարդիկ կյանքեր են դրել, սկսած Դավիթ Բեկից, Նժդեից, Անդրանիկով ու մնացածներով, դրոյով մյուս ֆիդայիններով, մեր տղեկով, մեր 18 տարեկան եռաբլուրում պարկած կյանք են դրել։ Դու էդի թողում փախնում ես։ Լավ գոնե ընդ արմատ ես գցե, լավ ստե կրակում են, վախեցած ես, ասենք այդ վախը մեջը տա, բայց լավ գոնե այդ երկրում, որը այդպես բան չի կարա լինի, այսինքն այդ տիպի պատերազմ, գոնե դե քաղաքացի դառի։ Գոնե դե դառի, որովհետև դե քաղաքացի դառնալով ինքը կարա դառնա մտքերով եւ գուցե վաղը նաեւ դառնա լիարժեք հայ եւ Հայաստանի քաղաքացի նաեւ։ Հասկանու՞մ, նախ պետք է քաղաքացի դառնալ։ Եթե դու սենց հայկական են փողոցային լեքսիկոնով ասեմ, շատ ներողություն, Հավայի քոլ ես, հա, ասում որտեղ ուզում ես լինես, Հավայի քոլ ես։ Մարդ դառի։ Ասում են կառուցեք Հայաստանը, կարգի բերեք երկիրը, մենք հետ կգանք այդ հորդ տունը թողե փախել ես, հարևանիդ ասում ես հորս տունը սարքի որ կա, դու ջանդամին գաս։ Պարոն Սախոյան, շատ խիստ եք, շատ ոնց ասեմ, կներեք, ասում ես սարքեք իմ տունը։ Գիտեք ինչ կա, ես վաղ գնում եմ։ Ես վաղ գնում եմ Ճապոնիա։ Երբ որ դուք գան կսարքեք այս տունը, ես կգամ։ Նորմալ է այդ խոսքը։ Ձեզ եմ ասում։ Չեք գա, հենց դա էլ է։ Ոչ, չեք գա։ Դուք այնտեղ շատ լավ կդասավորվեք։ Չեք գամ։ Ինչի պետք է գաք, եթե այնտեղ արդեն ձեր երեխաները ես հիմա ասում եմ, չեն գա, ուզում ասեմ դա անգամ այդ։ Ես հասկացա, դրա համար պնդում եմ։
Այսինքն շարունակում եմ ստախոսությունը։ Ձեր երեխաները եւ թորները հայերեն չեն խոսել հետ գալու։ Այստեղ շատ խորքային եւ մեծ խնդրեմ է։ Եկեք մի հատ փորձենք տեսնել, թե որտեղից էր սկսվել այդ ճեղքումը եւ այդ սառումը։ Դա սառելու հետևանք է։ Գուցե կրթությունը, գուցե ֆիլմերը, գուցե այո, ֆիլմերը, գուցե ընտանիքները, որտեղ ենք բացվել, որտեղից է սկսվել խնդրեմը։ Բոլոր մեր մտավորականներն, ովքեր հայկականություն էին քարոզում, ռուսական կայսրությունը բոլշևիզմը ավիրել է։ Բոլորին տարել է Սիբիրները կամ փդցրել է կամ Երևանի բերդում կացնահարել է։ Բոլորին։ Եվ բոլոր պատմությունը խեղել է։ Ադրբեջանցին ով էր, որ այսօր կայնի, ասի Կովկասում հայը տեղ չունի, ես ով են եկել են։ Այսինքն դա սովետական իրականության ժամանակ պատմության խեղման արդյունք է։ Սա է, բախը պետք է նայենք։ Հիմա ես գիտեմ ռուսամոլները, հիմա վայնասում կդնենք, ասեն ես ինչ են ասում։ Ռուսների օրոք մետրո ունեցանք, ռուսների օրոք ստադիոն սարքեցինք, ռուսների օրոք, հա ձեր ցավը տանեմ։ Հիմա գիտությունը զարգանում է։ Հա? Հիմա ես հեռախոսները ռուսների օրոք ունեցանք, չէ, անկախ Հայաստանի օրոք, ուրեմն փառք Ամերիկային, հա։ Այսինքն ինչ մտածելակերպ է։ Այսինքն տեխնիկական զարգացումը, որ առհասարակ աշխարհով գնում է, այն ամենահետամնաց երկրում, անգամ Նեպալում, որ вообще բացի էշից ու սելից ուրիշ բան չունեն այնտեղ։ Այնտեղ է տեխնիկան մտնում։ Այսինքն մենք մերը չենք կարողանում գնահատել։ Մենք մերը։ Մենք մերը պետք է մենք կետանք ուրիշի համար կետանք ստրուկ կլինենք։ Մենք մերը չենք անգամ մարշալի կոչումներով, բայց ռուսին ծառայենք։ Կետանք ամեն ինչու՞ չէ, նաև Ամերիկա, կետանք ծառայենք, այնտեղ գեներալ կդառնանք, այնտեղ գիտնական կդառնանք։ Ուրիշտեղ։ Ինձ լավ էլի, ռոճիկս բարձր են տալի, ինչ Հայաստանում ակադեմիայում նստած էի, ընդամենը 800 ռուբլի փող էին տալի, ինձ պետք է հենա, խնդրեմ, $20,000 փող են տալի, այդ ամենը։ Իսկ պետությունը չի մտածում, ամեն ինչ անեմ, այս մարդու ոտերը լվամ, ջուրը խմեմ, ասեմ ախպեր մնա հայկական գիտությունը։ Իսկ գուցե ոչ միայն պետությունը, այլ մենքս մյուսին, տեսեք, որքան եւ գիտնականները, դե գիտնականները Խորհրդային Միությունից հետո, այո, վատ էր վիճակը, պետության վիճակը, բայց մշակույթի գործիչները իրար խանգարելով, խոչընդոտելով, գուցե մենք ոչ միայն պետություն անհատ պետություն հասարակություն խնդիր ունենք, այլ հասարակության ներսում էլ կա խնդիր մեկս մյուսին պաշտպանելու, մեկս մյուսին մեծարելու անգամ։ Այդ պետությունն է ստեղծել միջավայր եւ ոչ հակառակը, մեկս մյուսին վատաբանելու։ Մարդու այս տեսակը, այս պետությունն է բուծել, հասկացել։ Մենք ոնց որ թե հերոս են նրանք, ով մյուսին կարող են վատաբանել, քարկոծել, չարախոսել, խանգարել։ Դա գնահատվում է որպես հերոսություն եւ շատ գեղեցիկ կարողանում ես, ոնց խփեցիր դու, ոնց ապտակեցիր դու։ Իսկ գուցե մի հատ տեսնենք միգուցե ճիշտ են ասում։ Միգուցե այդ խփողները, ապտակողները շատ են, ու ստիպված ասում ես։ Ոչ թե նրա համար որ հնարես ասես, սես տենեց, թե այդ խփողներն ու ապտակողներն են շատ դառը, որը վատ բան է։ Իսկ գուցե մենք մեզ չենք սիրում։ Մենք մեզ չենք սիրում։ Ներեք, շատ ճիշտ եք ասում, նորից եմ ասում, դրա մեր տեսակը 80-70 տարի եւ գումարած վերջի 30 տարի բուծել են։ Այսինքն այն մարդիկ ասում են ոնց է կարելի այդպես բան անել։ Չի կարելի։ Դա անբարոյական է։ Հա, ես ինչ ասեց։ Հրասան տարեք։ Չէ, տարան Սիբիր, կորավ։ Անունը դրեցին ազգայնականություն։ Այո։ Այն մեկ ասում է, արա ոնց է, բայց ոնց կլինի ինձ եկեղեցին քանդեցին։ Ինչ, դեմ ես դու, բանը բոշ գնդակար է։ Այսինքն մենք բուծեցինք, տակը ում թողեցինք։ Այսինքն ազգայինը պաշտպանելը, սիրելը համար վտանգ է։ Այո, տակը մնաց համակերպվողները եւ հիմքից տականքները։ Եվ մեջներից ընտրեցին հիմքից տականքներին, ղեկավար նշանակեցին այս տարածաշրջանը։ Ինչպես քանդել այդ որը հիմա է շարունակվում։ Ինչպես քանդել այդ թնջուկը, այդ Շատ վերջ եկան, տեսեք, դե փակ շղթա է ստացում, տեսեք։ Այդքան էլ փակ չի։ Չէ, փակ է, որովհետև մենք ի վիճակի չենք այդ դա քանդել։ Եթե գիտակցում ենք, ուրեմն արդեն ի վիճակի ենք։ Դա առաջի քայլն է, որ գիտակցենք։ Հիմա մի հատ հարց, մի հատ մոնիտորինգ ենք անում, շատերն են գիտակցում։ Հա, դեռ մեզ չէ։ Ընդ 1% եթե գիտակցի փրկված ենք։
1% մասին է խոսքը։ Այսինքն 2 միլիոնից 20,000-ը գիտակցից փրկված է։ Վաղը դուք կարողանում եք դա անեք, ինչ որ իշխանություն ունեք, ասենք թե ձեր ձեռքին։ Չեմ ասում վարչապետ եք դառնում, բայց գուցե վարչապետ եք։ Այս ուղղությամբ, իհարկե, հազարու մի ուղղություններ կան, որտեղ Հայաստանում խնդիրներ կան, որ լուծման կարիք ունեն։ Այստեղ, որպեսզի մենք մեզ սիրենք, մենք մեզ մեծարենք, մեր կողքինին ոչ թե տապալենք, ոչ թե քարկոծենք, այլ հակառակը օգնենք, որ ինքը բարձրանա։ Չէ՞ որ մենք հպարտանում ենք, երբ որ ինչ-որ երկրում, հեռավոր երկրում մեր ազգագիծը հայը ինչ որ արդյունքի է հասնում։ Մենք հպարտանում ենք, որովհետև նա շատ հեռու է։ Նա անմիջականորեն մեջ ես չեմ հպարտանում։ Լավ, շատերը, այսպես ասենք, ավելի ընդունված է, ավելի ընդունված է գրել եւ ասել, ահա, տեսեք, մեր հայը այսպես էսենց գիտնական է կամ այսպեսի ուրեմն խորհրդարան է մտել եւ այլն, տարբեր մշակութային գործիչ է եւ այլն։ Ինչպես անենք, որ մենք մեզանով հպարտանանք։ Այս հանգույցը, այս պահը շատ բան, շատ բան։ Ուրեմն նախ եւ առաջ պետք է տալ գնահատական այս անցած տարիների բոլշևիզմի հետևանքի եւ այս վերջի տարիների մասսայական ալան-թալանի ու դավաճանության շարքի այս դավաճանության չի ասի, դա դավաճանը, երբ որ յուրայինը դավաճանում է, սրանք օտարների գործակալներ են եւ որպես օտար երկրի գործակալներ պետք է դատվեն։ Սրանք ասելով եկեք ձևակերպել։ Նախ 4 էս վերջի իշխանությունները են առաջի դեմքերը։ Նու վերջին ասած Խորհրդային Միության տապալումից հետո։ Այո։ 90-ից սկսած։ Վերարժեքավորել նաև սովետական իշխանության ժամանակ ռուսաստրկությանը, բոլշևիզմին ծառայող մարդկանց անվանափոխումները, փողոցների, արձանների, այսինքն ամբողջական արժանապատվի փոփոխություն է պետք, ամբողջությամբ, որպեսզի եւ պարտադիր պատիժ։ Եթե չկա պատիժ, ուրեմն հաջորդը, ոնց որ դուք օրինակը բերեցիք, ասենք թե դուք վարչապետ եք կամ ուրեմն հաստատ, եթե ես էլ չանեմ, հաստատ ես գիտեմ, որ ես չեմ անի, ապա տեղակալներ ու համակարգիչ շատերը պետք է շարունակեն անեն, եթե պատիժը չլինի։ Գիտեք ինչի համար ասում են, նախկիները միլիարդներով կերան, որ ես 2 միլիոն ուտեմ իշ պետք է լի որ։ Շատ գործից անեն, ջանդամին հանեն։ Մի հատ էլ 10 հատ տնից բռնագանձ, ասենք թե։ Մի տունն էլ 1000 տներից կամ 10 հատ տներից բռնագանձ են։ Հետ բերեն, ասենք թե, ասեն, այ այս մեկը։ Այս մի բանը պետք է դատվի ու խայտարակ ձևով։ Այսինքն այդ վեյթինգ հասկացողությունը, որը այսպես կոչված հեղափոխության ժամանակ շատ էր հնչում, որովհետև դա նաև որպես պայման էր մեր կողմից, ասենք որ պետքա վեյթինգ լինի, անցումային կառավարություն լինի, այսինքն լիքը բան է, հիմա չանրադառնամ այդ մանրուքներին, այսինքն թելադրելուն էլի։ Վեյթինգը ինչ է նշանակում։ Վեյթինգը նշանակում էր, որ պետքա բոլոր թալանը հետ բերվի, ոչ թե ինչ-որ մի քանիսին է։ Ամեն ինչը բացահայտվի։ Այո։ Օրինակ չի կարա ինձ ապացուցի Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ իրանց մերձավոր շրջապատը, նույն Նեմեցը, Լֆիկը, Դոդնու մնացած սաղետ, ինչ-որ օլիգարխի կաճացրել են, մականունները կպցրած, դաժե ամոթել է էլի, մականունավոր երկիր էր դարվել, միլիարդատեր դարան, ինքը պիտի ապացուցի որից, չի կարա ապացուցի, չկա տեսված։ Եվ հասարակությունը, որը տեսնում է, որ դա անպատժելիություն։ Այո, մենակ հասարակությունը չէ, նախ հասարակությունը, որ փչացնում է, դուք ասում եք։ Չի փչացնում է, կործանում է։ Այդ դա մենք այդ կործանման եկել ենք հենց դրա համար։ Եվ Նիկոլ Փաշինյանի կրկնակի մեղքը հենց նրա մեջ է, որ ինքը այդ պատիժները չի սահմանել։ Գալիս է հենց մի քիչ ասենք ընտրությունները մոտենում են, այսինքն ռեյտինգի հարց կա, դուք թալանջի եք, ես ձեր անունը դնելու եմ թալանջի, ափսոս վաղեմության ժամկետով, ասում է Ռոբերտ Քոչարյանը ինքն է խոստովանել, որ ինքը կաշառակեր էր, պրոստը վաղեմության ժամկետով դադարեցրել է հետապնդումը։ Հարա ինչի մասին է խոսքը։ Ինքը պրոստը կաշառակեր չէր։ Ինքը պետությունա վարի տվե։ Այն ոնց որ դու ես ասում, բանակա վարի տվե, հասկանում ես, 18 տարեկան երեխուն անզենա թողե, դա մեծագույն հանցագործություն է, մեծագույն, ախր ինչ կաշառակերության մասին է խոսքը, այսինքն հերթական Նիկոլի խաղիկները, ես ասել եմ ու կասեմ, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան,
Դրանք Նիկոլ Փաշինյանի պահապան հրեշտակներն են, պահապան, իրան ուզում եք Նիկոլը շուտ թռնի դուրս, հա, աչներդ քաշեք, վաբշե մեյդան մի եկեք, դուք տեսեք ժողովուրդը ոնց կինքնակազմակերպվի, իրանք դաշտ մտնելով, իրանք ազդեցության ոլորտները, այսինքն թալանի ժամանակ, այսպես կոչված կաշառակերության շրջանում ձեռք բերած տասնյակ բանկերը, գործարաններու, երկաթ գծերն ու մնացած սաղ այդ աշխատակիցներին կեսը կարող է կռուտի տլեն չգան միտինգի, ասեն վայ զոնքան չսիվանդեր, վայ երեխես սենց երեն ընցել չգա, բայց են կեսին բերում են միտինգների։ Այսինքն ստեղծում են ֆոնը, որը հա չեք ուզում Նիկոլը մնա, որը մենք ենք գալու։ Եվ մարդիկ ասում են արա, ստեղ չափանիշը գիտեք ինչն է, ոչ թե Նիկոլի վատը կամ լավը լինելը։ Չափանիշն է նա, որ իշքան ձեզի չեն սիրում, որ նման տականքին հանդուրժում են։ Դուք պատկերացնում եք տարբերությունը։ Այսօր ամեն լավը Նիկոլը մնա, քան նրանք կան։ Մտածում են շատերը։ Հա։ Որտե մարդիկ չեն մոռացել։ Դեն դեպքեր, երբ որ դրանց ընտանիքի անդամները մեքենաներով քշում էին ոստիկանների վրա, հելուն ոստիկան էին ծեծում, կաֆեի մի աղջիկ դուրներ եկավ չէին նայում, նշանած է դա մատանի կաթ չէ, ձեռից բռնում տանում էին, տղեն տերեր կայնում, խփում քիթ բերանը ջարդում էին, նա էլ դադում էին։ Այդ ենք անցել մենք։ Մեկը ես ըլեմ, ասենք իմ ընտանիքի անդամի վրա այդ ձև բան կա։ Հա ուզում է Ալիևը գա, մենակ դրանք չգան։ Դուք հասկանում եք, սրանք շատ լավ գիտակցում են, շատ լավ գիտեն, Ռոբերտն էլ, Սերժն էլ դրա մասին, դրա համար միշտ իրանք երևում են, որպեսզի Նիկոլը երկար մնա, որ իրանք չդատվեն։ Նիկոլն էլ գիտի դրա մասին։ Նիկոլն էլ կատարում ամեն ինչ, ասում է ճիշտ է, դուք ինձ բերել եք մի անգամվա օգտագործված թաշկինակի համար, բայց Պուտին ջան, տեսար չէ, ինչ պետք էր քեզ արեցի, դրա համար երկար մնացել է։ Պուտինն էլ ասում է, հա, հեսի ավելի լավն է, քան դու կարա։ Ինչ պետք է իմ համար անում է։ Դրա համար Նիկոլն էլ սրանց պահպանում է, նայ, փոխանակ, մենք սրանց ասեցինք, քեզ բերում ենք, որ սրանք դատվեն, իա, դատվելու փոխարեն երկուսն էլ հայտնվեցին ազգային ժողովում, իրանց խմբակցությունները։ Հաջորդիները նույն պատկերն է լինելու։ Որովհետև Նիկոլն էլ գիտի, որ իր փրկիչները իրանք են։ Դե հիմա դուք ասեք, այս սենց նկարագրելուց հետո։ Հիմա ես ասեմ։ Բազմիցս եմ ասել, այս ստուդիայից եմ ասել։ Մեզ պետք է ինքնակազմակերպել եւ քաղաք պաշտպանության ոլորտը զարգացնել։ Ճիշտ է, դա պետք է աներ պետությունը։ Նայեք, ժամանակին մենք ասել ենք, ինչա պետք է անել, ասենք 20 տարի առաջ, 30 տարի առաջ, չեն արել։ Հետո այդ ինչ որ պետք է այն վաղ տանենք, ակտուալ չի դառել, որտեղ արդեն դա հետ անգել։ Հետո ասեցինք սահմանադրությունն է պետք փոխել։ Սկզբից ասում ենք մի կեղծեք 5000-ները մի վերցրեք, դատվան, կեսարին, չէ, պիտի վերցնենք։ Դուք սխալ եք։ Մի բանը մեր վզին էին կապում։ Հետո սահմանադրությունը ժողովուրդ ուշքի եկեք, որտեղ սահմանադրությունը որ փոխվի, ստիպված պետք է լինես, կախված լինես այս սահմանադրությունից։ Դատավորները ընտրովի, հա, տեղական ինքնակառավարման մարմինները ընտրովի, այսինքն յուրաքանչյուր 6 ամիսը կամ տարի մեկ պետք է ինչ-որ մի ընտրություն լինի, որ մարդիկ դա սովորական բան դառնա, այսինքն մարդկանցից կախված լինի իրանց, որովհետև այս հանցավոր իշխանությունը իրանց համար հեշտ է 5-6 տարին մի անգամ ինչ-որ մի ընտրություն կատարել, կենտրոնանալ, այդ մի ակցիան անցկացնել, գնաց մի 5 տարի ոչ մի բան չկա։ Բայց երբ որ ամեն անգամ այդ ընտրությունը լինի ինքնակառավարման, լինի դատավորների դա հետկանչի ոչ մեխանիզմը, բայց հետկանչի մեխանիզմի նման բան է, այսինքն լավ չի աշխատում։ Եթե կրճատում ես ազգային ժողովի գործունեությունը, ասենք 2 կամ 3 տարի, ինքը իրան բանը հետկանչ է, էլի։ Դա եմ ասում։ Հա, ինքն իրան հետկանչ է։ Այսինքն պետք է գործադիր իշխանությունը առանձին ընտրվի, այնի առանձին, հակակշռներ են։ Բայց եթե ըստ սահմանադրության իշխանությունը տալիս ես մի մարդու ձեռը պրծավ, ինչքան հեշտ է, չէ՞ Պուտինի համար, այդ մի մարդուն կանչում, հա, այդ մի մարդուն կանչում, ինչ ուզում ասում է, գալիս է Մենք խոսում էինք շղթայի մասին, դուք ասում եք այդ շղթան չեն կարողանում քանդել։ Հիմա տեսեք, մենք ասում ենք ինքնակազմակերպվել եւ ստեղծել ինքնապաշտպանական, նայեք, նորից ես ստիպված եղա հետ գնալ, որ այսօր մեր ակտուալը դարել է ինքնապաշտպանությունը։ Արդեն էլ թքած էլ սահմանադրություններ էնել, արդեն կրակն եկել է։ Ցավոք սրտի, այս գործակալական ցանցը կարողացավ բերել հասցնել այս կետին, որովհետև ով որ այդ հրանգները իրանց տալիս էր, որ ժամանակի ընթացքում սենց կատարեն Հայաստանում։ Իրանք գիտեն, որ այսօրը գալու է։
բայց այս օրը գալուն հայերս պետք է անպաշտպան եւ մեջքի վրա պարկած դիմավորենք այս օրը։ Եվ այդպես իրանք արեցին։ Լավ, հիմա ասում ենք, արա պարկած եք, հա, շատ լավ, գոնե մեջքի վրա մի պարկեք։ Գոնե սողացեք, գնացեք քարի տակ պահկվեք։ Նայեք, ինքնապաշտպանություն, ինչ եմ ասում։ Այ ասում եմ, աղբեջան, վաղը ռմբակոծեցին։ Ռմբակոծից այն որ հրթիռները գալիս է, ուր ենք գնալու, ապաստան ունենք, ես չունեմ։ Ես շենքի մեջ ոչ մեկ չունի։ Մի քանի ընտանիք կիսապադվալային բան կա, այն էլ դա փրկություն չի։ Այն որ գրավել են, ինչ որ բաներ են սարքել, ասես կանսերվի բանկա են դնում, բան են անում պատվալներում։ Դա փրկություն չի։ Այդ ինքնապաշտպանության համակարգը բավականին լայնածավալ համակարգ է, որ պետք է ոչ թե ջոկատի տեսանկյունից, որ ասենք, ես ինչ է այիմ նժդե ջոկատնա, եսի Տիգրան մեծ ջոկատնա, եսի Լեոնիդ Ազգալջյանի ազատագրում ջոկատնա, եսի ջոկատային բանով չէ, այլ բոլոր թաղամասերը, բոլոր գյուղերը ինք իրանով արդեն ջոկատ պետք է լինի, և այդ ջոկատի մեջ պետք է ասել այս թաղամասում, օրինակ, 4-րդ մասերի երկրորդ հատվածի թաղամասը, հրամանատար, ես ինչ տեղակալներն, ես ինչ բժիշկներն իմացեք, ապրում են, ես ինչ, շենքում այս սրանք են ցուցակով, ես համարները, ես էլ բուժքույրները, շո բան կատարել, այսինքն դա պետք է գոնե մի անգամ, երկու անգամ, 10 անգամ վարժանքներ կատարել, պետք է տեղադրեին ապաստարանները, որ որտեղ ինչ կատարվի, ամեն մարդ գոնե մի 3 անգամ իր ապաստարանը մտածել էր, որ ասել արա, ես եմ, կինս եմ, երեխեքս եմ, պարկում ենք, ես էլ բաներ, ես էլ մի քանի օրվա ուտելու պաշա։ Օրինակ, այդ սաղ պետք է արվեր, չի արվում, բաժանվում են պարգևավճարներ, լոլոներ են կարծում, եսի սրբազանն եկավ, ենի քայլեց, ենի ես արեց, ենի են արեց, ենի, գարեգին բեն ես ինչնա, հա, գիտենք էդ ինչա, գիտե չես հավատում դու մի գնա, ես օրինակ շատ եկեղեցիներ չեմ մտնում, որովհետև գիտեմ ստոր ստրիկա է, որովհետև գիտեմ էլ այդ կոնկրետ այդ աղոտ կարդացող ինքը ես արդեն հավատով չեմ մոտենում, ես ավելի լավ է իմ տանը մոմը վառեմ, աղոթեմ, որը ես ամեն հաց ուտելուց եւ ամեն քնելուց հավատքը եւ սպասավորին չպետք է խառնենք, բայց ցավոք սրտի հայկական եկեղեցին զավթած է։ Այ ոնց որ հայկական իշխանությունն է զավթած ստորներով ու ստրիկաներով։ Մենք կարանք ասենք, բոլորին մի ասենք, ընդ ազնիվ մարդիկ կան։ Հա, լրակյաց ազնիվը համա հանցակիրց է, վերջ։ Որտեղ իրան հարմար է։ Արա դե ոնց կլի, արա 800,000 ռոճիկ աստանում, բա արա զրկվի, բայց ինքը չէ իր։ Հետ գանք այդ ինքնակազմակերպման պահին ազգբանակ խոսել ենք, շատ ենք խոսել, շատ գեղեցիկ է հնչում, երկիր, ամրոց, ինչ կարելի է անել, եթե Ես ժամանակին ես ասեմ, եթե իշխանությունը չի դա անում, հարցս դա է ինքնակազմակերպմամբ կարելի է դա անել, թե չէ։ Կարելի է։ Տեսեք, տեսպի կազմակերպություն կոչվում էր նախախորհրդարան։ Հետագայում նա դառավ հիմնադիր խորհրդարան կազմակերպություն, հա սենց։ Այն ժամանակ մենք երկար ենք խոսացել Վարուժան Ավետիսյանի հետ։ Ես էլ էի համամիտ, ինքն էլ շատ լավ մտքեր էր ասում, ես էլ։ Մենք եկանք այն եզրակացության, որ պետք է ազգբանակ այդ հասկացողությունը կոչ անել եւ ասենք մտցնել կյանքի մեջ։ Այն ինչ որ այսօր կատարվում է Հայաստանի բանակում, հայկական բանակում, դա այն պատճենա, այն քսորոքսնա սովետական բանակի արտացոլումն է։ Բայց կայսերական մեծ բանակի հոգեբանությունը, փիլիսոփայությունը այլ է եւ ուստի դրանից բխող նաեւ իր կառուցվածքային տեսակետը լրիվ այլ է եւ տարբեր են փոքր երկրների հիմնական շեշտը դրած ինքնապաշտպանության վրա երկրների, այսինքն այդ բանակի կառուցվածքները։ Ես նորից պետք է օրինակը բերեմ Իսրայելի։ Տեսեք Իսրայելում մի հատ բան կա, ասենք առաջի շարքի զորակոչիկները, հա, այսինքն հիմնական բանակը աշխատում է, հենց որ առաջի, ասենք, ալիքը գալիս է, առաջին ինքը պետք է գնա, չէ՞, ասենք, որ տեսեք ինչ ինստիտուտ է մտցրած։ Ես դա խոսացել եմ հենց հրյա հենց այդ ձև մարդու հետ։ Այդ մարդը ասում է, մենք պարտադիր, ասում է, թեկուզ առավոտը ժամը, ասենք, 6-ին էլ ես տուն գալացած լինեմ, ես պարտադիր պետք է 8-ին, ժամը 8-ին ես միացնեմ
ռադիոն եւ այս ինչ ալիքը կոդային, ասենք, օրինակ Հայաստանում դա կլիներ One ռադիո կամ 105 FM։ Ինչ որ ամեն մի ջոկատի առանձին բան է տված։ Ես պետք է միասնեմ ու երաժշտություն լսեմ։ Այսինքն 8-ից 8-ից 2 րոպե։ Այդ պարտադիր։ Եթե ես լսեցի օրինակ ասենք Պալանեզ Ագինսկովը, դա մեր կոդային նշանն է։ Վերջ ես սեյֆը բացում եմ, շոյերս հագնում եմ, ու ես անգամ պետք է չինձ ասել, ես գիտեմ, որ պետք է լինեմ այս ինչ փողոցի խաչմերուկում 15 րոպեից։ Զենքը, բան, ամեն ինչ այդտեղից էթում է։ Եթե ուրիշ բան լսեմ, ուրիշ ձևով պետք է վարվեմ։ Չէ, իր կոդը է դա։ Հա, եթե հենց Շո ինքը արդեն զորակոն իրան չեն զանգում, վայ տունը չէր։ Մերը վեգալից վայ ինքը Ռուսաստանն է գնաց, ինքը ստե չի, չկա տես բան։ Այսինքն, այդ պարտավորությունների շարան այն աստիճանի է հասցված, մեխանիզացված, որ մարդիկ հստակ դրամ էլ անպարտելի է։ Բայց դրա համար իրենք դա նրանից է, որ իրենք նաև ուզում են այդպես անել։ Ինչի համար են ուզում։ Որովհետև որ թալաները բռնե թարս նալել են, էշի նման։ Ոչ թե ասեն դե լավ, էս վաղեմության ժամկետն անցել է։ Ինքը հավատում է իր պետությանը։ Այո։ Որովհետև ամոթա ինչ որ հարևանի տղեն գնա քո կնգան պաշտպանի։ Անկամ այս իրավիճակում եւ Նեթանյահուի հանդեպ կան հազարումի հարցեր։ Այո, անգամ այս պարումը մենք տերում ենք որ ամեն ինչ անում է, չէ՞ կարծես թե։ Բայց կան հանգամանքներ, ասում են լավ, այս վիճակն է թողել ավարտի, վերջում մենք իր հարցերը կլուծենք, որովհետեւ Նեթանյահուն չի իր պետությունը։ Այո։ Պետություն եւ իշխանավոր, դրանք տարբեր են։ Մենք ասում ենք ինքնապաշտպանական։ Մեզ մոտ մենք նույնականացնում ենք։ Դա պետք է անի պետությունը, ըստ երևույթի, որը լիքը ծախսեր է անում, ավելնորդ այդ պարգևավճարները որ գումարում ես իրար, ապշում ես։ Ուղղակի ահռելի թվեր են։ Ու լավ, վերցնենք վերջի 3 տարին, ես չեմ ասում 30 տարին, հա։ Ինչի եմ ասում 3, որովհետև այս 3 տարվա մեջ ինչ ստեղծավ մեր կազմակերպությունը, Հայաստանի Ազատագրության համաշխարհային կազմակերպությունը, մենք կետերից մեկը դերեցինք նաև այդ ինքնապաշտպանական քաղաքապաշտպանության ոլորտի զարգացումը։ Դրված է։ Լավ, այս 3 տարի ամեն պատի անկյունում ասում եմ, իշխանավորներին ասում եմ, ընդդիմականներին ասում եմ, լավ, իշխանությունը որ լինի այդ գործի գլուխը, իհարկե պետությունն է ֆոնդեր կառաջացնի, ավելի շատ հստակ կգնա առաջ։ Լավ պետությունը չի անում։ Մենք ընդունում ենք, որ պետությունը դավաճան պետություն է, մարդիկ են, որ եկել են Հայաստանը վարի տան։ Հենց ինչ պետք է ուժեղացնի։ Հեն անտակարակը թույլատնի, որ շատ կոտորվենք։ Կոպիտ եմ ասում։ Չի անում, բայց լավ մենք կարանք անենք դա։ Իհարկե այն արդյունավետությամբ չէ, ինչ որ պետությունը զբաղվեր, բայց կարանք։ Էլի կարանք։ Ինչի հաշվին։ Այ եկեք դե հիմա 250 միլիոն դոլար հավաքեցիք ամերիկաներից ուղարկեցիք Նիկոլինն էլ դրեց ջեբը, հիմա էլ հարցես տալի ինչ է սարը, ասում է ձեն չի անում, вообще չի էլ ասում ինչ արի։ Կամ դրանից առաջ ամեն տարի 20-25 միլիոն դոլար հավաքում էիք, ուղարկում էիք հյուսիս հարավ ճանապարհի, ստե Արցախում ճանապարհ մարաթոնների գումար։ Այո, դա որ գումարում ես, չէ, ահռելի միլիարդի կարող է ասել, այդ միլիարդով կարելի էր յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացու, ասենք ասենք, 3 միլիոն անձի համար իր ապաստանը ստեղծել, որ ամեն մարդ իր անունը դռան վրա գրածել էր, որ այստեղ ինչ մարդն է, Իրանն է։ Մտնի ասենք 4-5 մետր գետնի տակ եւ ապրի։ Երկար ժամանակ իր պահածոներով, իր ամեն ինչով, ասենք, որ երկար ժամանակ։ Վերջ, պլյուս սահմանամեծ գոտիներում այդ ապաստաները լրիվ այլ բնույթի են, զոտերի կամ բաների տեսքերով, այսինքն պետք է սաղ արվեր, չեն արել, չեն անում։ Այ հիմա պարզապես ասում եմ, ես Նիկոլ Փաշինյանին համարում եմ դավաճան։ Եվ դրա համար ես դիմել եմ Հայաստանի դատախազություն 4 հոգով դիմել ենք Հայաստանի դատախազություն իրան քրեական պատասխանատվության ենթարկելու համար սահմանադրությունը խախտելու Ինչ վիճակում է գործը։ Վարույթ ընդունվել է։ Տվել են մակագրել են բանի վրա, քննչական կոմիտեի, ես ինչ-որ մակագրել։ Այդ փուլում է, այսինքն դեռ վարույթ։ Ես անգամ դրանից հետո մի 3, 4, 5 ամիս ուրեմն հետևելուց հետո ես արդեն
բեզարեցի չեմ էլ հետո որովհետև գիտեմ հերթական ինչ որ նախկինների օրոք ա եղել նույնն էլ իմ։ Պարոն Սախոյան, պետք է ամփոփենք այսօրվա զրույցը, մենք սկսեցինք Իրան-Իսրայել հակամարտությունից եւ մենք գնացինք, տեսանք թե պետությունը հասանք նրան, թե ինչպես է հրեա ժողովուրդը վերաբերում իրենց պետությանը, դուք խոսեցիք այն մասին, որ Իսրայելը այս պահին լուծում է մի խնդիր, մի նպատակ է դրել իր առջև ինքնապաշտպանության, հա? Ես ճիշտ հասկացա դա։ Դուք համարում եք, որ դա ինքնապաշտպանություն է եւ զուգահեռ անցկացնելով ասեցիք, որ ոչ հարձակվելու ճանապարհով, բայց գոնե ինքնակազմակերպվելու ճանապարհով Հայաստանը պետք է մտածի իր ինքնապաշտպանության մասին։ Կարող ենք այսպես եզրափակել։ Կարող ենք, բայց նաև ես մի հատ հայտարարություն անկանեմ, իմ կողմից շատ չհարգված, նայեք ասում եմ։ Եթե այսօրվա իշխանությունները պետականամետ են, ուրեմն իրանք անձնական համակրանքներն ու հակակրանքները կդնեն մի կողմ։ Ես պարզ ասում եմ, հանձնարարեք ինձ քաղաք պաշտպանության ոլորտը Հայաստանի ու դուք կարճ ժամանակում իհարկե համապատասխան ֆինանսավորմամբ եւ կառույցների ենթարկողականության, ասենք, համակարգում։ Դուք կտեսնեք կարճ ժամանակում ինչ աստիճանի բարձր մակարդակի մենք կունենանք գոնե ասենք հարվածների դեպքում մինիմալացված ինքնապաշտպանության մինիմալացված տոնուսների տեսք։ Շնորհակալ եմ պարոն Սախոյան այսօրվա զրույցի համար։ Սիրելի հայրենակիցներ, շնորհակալություն ձեզ, որ մեզ հետ եք այս ընթացքում։ Հիշեցնեմ, որ էկրանի ստորին հատվածում QR կոդն է մեր Patreon-ի, որով դուք կարող եք դիտել մեր ուղիղ հեռարձակումները։ Այժմ պարզապես հիշեցնեմ, որ պարոն Գագիկ Սարուխանյանի հետ ենք զրուցում Հայաստանի ազատագրության համաշխարհային կազմակերպության համանախագահ զրուցվար Գայանե Առաքելյանը։ Բարին ձեզ։